Վոլոդիա Գրիգորյանի սպանությունից 3 շաբաթ անց փառաքար խոշորացված համայնքի ավականին 12 կողմ ձայնով նոր համայնքապետ ընտրեց Միասնություն դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանին։ Օնիկ Ախվերդյանն ընտրվում է համայնքի ղեկավար։ Քաղաքացիական պայմանագիրն ու ազգային առաջընթաց դաշինքը չէին ներկայացել ավականու նիստին, քվորումն ապահովեց մեծամասնություն կազմող Միասնություն դաշինքը։ Փառաքար համայնքի նորընտիր համայնքապետի կարծիքով քաղաքացիական պայմանագիրը չի գնա անվստահություն հայտնելու ճանապարհով։ Օնիկ Ախվերդյանը վախեր չունի փառաքար համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելով, ասում է շարունակելու է Վոլոդիա Գրիգորյանի գործը։ Եթե կասկածեի, չէ, այս գործը վերցնեի իմ ձեռքը։ Ես իմ մտերիմ ընկերոջն եմ կորցրել, ես ոչ մի բանի մասին չունեմ մտածելու։ Փառաքարի համայնքապետի սպանությունից 3 շաբաթ անց էլ կրքերը չեն հանդարտվում Մերձավանում։ Անգամ ոստիկանության ուժեղացված հսկողության պայմաններում հնարավոր չի լինում կանխել ծեծկռտուքներն ու բախումները։ Գիշերը Փառաքարում ծեծկռտուք է եղել Վոլոդիա Գրիգորյանի եւ ԿՊԱ-ական նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի համախոհների միջև։ Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է քննչական կոմիտեն։ 5 անձ ձերբակալվել է։ Դեպքերն այսքանով չեն ավարտվել։ Արմլուրը հայտնում է, որ Մերձավանում փորձել են արգելել Մհեր Ախտոյանի եղբոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության փառաքարի ավականու անդամ Դավիթ Ախտոյանի երեխաների մուտքը դպրոց։ Գիշերն էլ անհայտ անձին կոտրել են Վոլոդիա Գրիգորյանի եւ ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությանը օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբոր Գրիգոր Օհանյանի գերեզմանակարը։ Այս դեպքով եւս քրեական վարույթ կա։ Վախով են ապրում Փառաքարում մարդիկ, ոմանք մտածում են կրիմինալ կենտրոն դարձած բնակավայրից հեռանալու մասին։ Տելևիզորով, բայց ոչ մենք դուրս են գալի ամուսնուս հետ, ոչ էլ մենք խաբար չենք, փոշմանել եմ, որ եկել եմ ստեղից եմ տուն առե։ Ես դրսում ապրած 20 տարի եկել եմ ստեղ, փոշմանել եմ։ Ապրելու երկիր կուսակցության անդամները չեն համարում, որ բացահայտվել է Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը, մութ հարցեր կան, որ իրավապահ մարմինները պետք է բացահայտեն։ Ոչ սպանությունը բացահայտված չէ, ենթադրյալ սպանություն կատարող անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չի նշանակում հանցագործության բացահայտում, ակնհայտ է, որ եղել է կազմակերպված պլանավորած սպանություն։ Յուրաքանչյուր ոք պատասխանը տալու այս ոճրագործության համար։ Իրենց տեղյակ լինելով, իրենց լռելով, իրենց ոչինչ չանելով, իրենց աջակցելով, իրենց երաշխիքներ տրամադրելով։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով կազմակերպված է սպանությունը, որը վաղ թե ուշ բացահայտվելու է։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։